բարեկամները, սիրելի հետևորդներ, ցանկալի է, որ մոտ ժամանակահատվածում կարևոր գործեր չձեռնարկեք, նոր նախագծերով հանդես չգաք, սպասեք Մերկուրին ձկների կենդանակերպում արդեն իսկ ուղղվի, ամենաբարենպաստ օրերից մեկը մարտի 22-ը, հաջորդիվ մարտի 23-ն է, մի դեպքում լուսինը լինելու է ցուլի կենդանակերպում, մյուս դեպքում լինելու է երկորյակի կենդանակերպում, ցուլը դա ֆինանսական ռեսուրսներն են, գումարներն են, նրանք ովքեր շատ են նեղում այս իրավիճակից, աշխարհաքաղաքական այս բարդ իրադրության զոհն են, պետք է ուղղակի սպասեք, կամաց մոլորակների իրենք թափ հավաքեն, մանավանդ Մերկուրին կոմերցիայի, շփման, ինֆորմացիայի մոլորակն է, որ սկսեց արագ աշխատել, կամաց ձեր գործերն էլ առաջ կգնան։ Ամսի 23-ն է կարևոր, լուսինը լինելու է երկորյակի կենդանակերպում, Ուրանը ցուլում, ցուլից հավաքելու է ու այդ ինֆորմացիան, այդ ֆինանսական ռեսուրսները հետո կամաց տարածի։ Նոր գործերը անպայման բիզնեսների գրանցումը, կարևոր խոսակցություններ, նախագծերը, on-line հարթակում ձեր այդ գործունեությունը եթե ծավալում եք, տան առք ու վաճառք, այն ինչ կա խորհուրդ եմ տալիս, եթե շատ շտապ չի, այդ ամենը կազմակերպեք ամսի 22-ից 23-ից հետո։ Խավարումը, լուսնային խավարումը կույսի կենդանակերպում է, այն այսպես ներգրավել էր կույս եւ ձկներ առանցքը, այն բարդ էր ձկների համար, ի վերջո սիրելի ձկներ, արդեն Սատուրնը վերջնականապես փետրվարի 14-ից անցավ խոյի կենդանակերպ, 2-2.5 տարի ձեր եւ հոգեվիճակը, եւ առողջական վիճակը, անձի նեղացում, բարդ իրավիճակներ, ի վերջո այդ ամենը անցնում է, բայց մոտակա 1 ամիս մինչև ապրիլի առաջին տասնօրյակը Մարսը ձկներում է լինելու, ուշադիր եղեք սիրելի հետևորդներ, բոլորդ է վերաբերում, եթե տեսնում եք անառողջ հոգեկան վիճակ ունի անձը, գինով ցած է, անլուրջ մարդ է, հեռու եղեք, նաև նրանք ովքեր սիրում են օգտագործել խմիչք, ալկոհոլ, ուղղակի եթե նստեք մեքենայի ղեկին, ուշադիր եղեք, որպեսզի կոնֆլիկտների մեջ չընկնեք, Մարսը դա այն անձիկ են, այն մարդիկ են, որոնք ունեն ուսադիրներ, դրանք ոստիկաններն են, զինվորականներն են, որպեսզի կոնֆլիկտներ չլինի, որպեսզի ուղղակի կարողանաք հեշտացնել այս ժամանակահատվածը։ Ուրեմն ձկների եւ կույսի համար դա առաջին 7-րդ տունն է, իրենց ամուսնության, գործընկերային հարաբերությունների, միջանձնային հարաբերությունների դաշտը մոտակա 6 ամիսներ ակտուալ է լինել, բայց մինչև հենց այս ժամանակահատվածը հնարավոր է դավադրություններ, դավաճանություններ, կպարզեք, որ ձեր զուգընկերը, ձեր գործընկերը ձեզ դավաճանում է, սիրելի ձկներ, ձեր